Հայ քրմեր եւ թաքնագիտություն։ Երբ խոսում ենք հայոց պատմության մասին, հաճախ կենտրոնանում ենք հայտնի թագավորների, պատերազմների կամ մշակութային ժառանգության վրա, բայց կա մեկ ուրիշ, ավելի գաղտնի ու խորհրդավոր շերտ, որի մասին քիչ հրապարակումներ կան՝ հայ քրմերը եւ նրանց խորհրդավոր գիտելիքները։ Հայ քրմերը պարզապես կրոնական առաջնորդներ չէին, նրանք բնության եւ տիեզերքի գաղտնիքների գիտակներ էին, ովքեր դարեր շարունակ փոխանցել էին էներգետիկ, աստղաբանական եւ բուսաբուժական գիտելիքներ։ Մինչ քրիստոնեությունը հայերը ունեին իրենց քրմական համակարգը, որը հիմնված էր բնության, տիեզերական կարգի եւ հոգեվոր էներգիայի ըմբռնման վրա։ Դավթի նշան՝ բնության եւ տիեզերքի հավասարակշռություն։ Հայ քրմերը խորապես հավատում էին, որ տիեզերքն ու մարդը միասնության մեջ են, եւ դա արտահայտվում էր հատուկ խորհրդանիշերով։ Դրանցից ամենահզորներից մեկը Դավթի նշանն է, որը հին հայկական մշակույթում համարվում էր տիեզերական ուժերի եւ հոգեվոր պաշտպանության խորհրդանիշ։ Այն կազմված է երկու միախառնված եռանկյունուց, որոնք խորհրդանշում են երկնային ոգեղեն եւ երկրային նյութական էներգիաների միաձուլումը։ Հնում հավատում էին, որ այս նշանը պաշտպանում է իր կրողին։ Հայկական նախաքրիստոնեական կրոնական համակարգը ոչ միայն պաշտամունքի ձև էր, այլև հոգևոր եւ գիտական մեթոդների համադրություն։